հեռուստադիտողներին պետք է համապարփակ տեղեկություն, թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, որովհետև այստեղ մենք շատ կենտրոնանում ենք հիբրիդային բառի վրա, մինչդեռ բանալի բառը եւ առանց այս մտքի պատերազմն է։ Ովքեր են սովորաբար պատերազմ վարում։ Թշնամիները։ Ուրեմն սկսում ենք այդտեղից, բանալի բառը թշնամին է։ Հետևաբար, երբ որ մենք հայտարարում ենք, որ հիբրիդային պատերազմ է մեր նկատմամբ, պիտի պատերազմի վրա կենտրոնանանք եւ գործենք ըստ այդմ։ Հետևաբար թշնամին, որ պատերազմ է հայտարարել Հայաստանին, չի կարող որևէ պարագային դաշնակից համարվել։ Առավել եւս Հայաստանի փողոցներում, Երևանի փողոցներում, Գյումրիի փողոցներում չի կարող որևէ պարագային ծածանվել Հայաստանի դեմ պատերազմ վարող որևէ կարգի պատերազմ պետության դրոշը։ Հայաստանը չի կարող այդ պետությանը որևէ մակարդակում վարչապետի, փոխվարչապետերի այդ պետությանը համարել դաշնակից։ Ես չեմ ասում չհարաբերվել այդ պետության հետ։ Մենք հարաբերվում ենք նաև Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ուղիղ կամ անուղղակի, բայց մենք պիտի մեր շրջանակը դաշնակիցների, բարեկամների, ախոյանների, հակառակորդների հստակեցնենք։ Մեր ժողովուրդը պիտի իմանա ով է մեր բարեկամը եւ ով է մեր դաշնակիցը եւ ով է մեր հակառակորդը եւ մենք պիտի ելնենք այդ իրողություններից։ Հետևաբար վերջին շրջանում մայիսի 9-ի շուրջ մեծ դիսկուրս էր հանրային եւ իմ գրառումը բացառապես դրան է նվիրված եղել եւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ խոսել են, թե ներկա իրողությունները պետք չի խառնել հայրենական պատերազմի հետ, Հայաստանի ուրեմն ավանդի, որ այդ պատերազմում մենք ունեցել ենք, թե որպես խորհրդային Հայաստան, թե նաեւ որպես հայություն ամբողջ աշխարհում։ Այդտեղ էլ կարծում եմ լրջորեն պետք է մտածել, բայց մենք չենք կարող այսօրվա համատեքստը դուրս դնել այդ մեծ ուրեմն ընդհանուր պատկերից, ընդհանուր նկարից։ Ի վերջո մեր այսօրվա վերաբերմունքը Ռուսաստանին եւ Ռուսաստանի գործողություններին իր անմիջական հարևանությամբ այս կամ այն կերպ պիտի նաեւ զգացնել տա մեր վերաբերմունքը այն իրողություններին, որոնք առնչվում են պատմությանը, որովհետև եթե նույնիսկ մենք հանուն մեր ժողովրդի ունեցած դերակատարության, այսօր գնում կանգնում ենք Կրեմլի այդ խայտարակ պատկերին, այդտեղ էլ մտածելու բան կա։ Հայրենիքը, որի համար մենք մեր կյանքը չենք խնայել, ըստ էության հետևողականորեն գլխատել է մեր մտավորականությանը։ Այնպես ինչպես թուրքերն են ցեղասպանության ամբողջ իրենց ծրագիրը իրագործել, սկիզբ դնելով մտավորականության նախգլխատման։ Հետևաբար իրերը պիտի կոչենք իրենց անուններով, հայրենիքը կարող է գլխատել ինձ։ Այդ պատերազմը ուրեմն հայրենական չի կարող կոչվել։ Եվ մենք պատմությանը առերեսվելու, ճշմարտությանը առերեսվելու կարիք ունենք։ Դա եղել է ծրագրված մեր մտավորականությանը գլխատելու քաղաքականություն, որի սկիզբը դրվել է հեղափոխության առաջին օրվանից, բայց այն ամբողջացել է ստալինյան կառավարման շրջանում պատերազմից տարիներ առաջ։ Եվ մենք չենք կարող ընդհանուր կոնտեքստը կտրել եւ վերաբերվել այդ ժամանակահատվածին միայն այն ձևակերպումներով, որոնք ռուսներն են սիրում եւ ռուսներն են որոշել ուրեմն ձևակերպել։ Հատկապես նաեւ վերջին
հայտարարությունը Պուտինի, թե բոլոր նրանք, ովքեր կռվել են այս պատերազմում, կոչվում են ռուս զինվոր, անկախ նրանց ազգային պատկանելությունից։ Այստեղ ընդվզելու կարիք կար, հակադարձելու կարիք կար, եւ որոնք այն անձինք եւ այն պաշտոնյաները, ովքեր տեղում էին, կարծում եմ ասելիք պիտի ունենային, եթե ոչ ուղիղ այդտեղ, ապա գոնե դրանից հետո գրառումներով, հայտարարություններով։ Ի վերջո մենք մեր ամենաթանկն ենք տվել այդ պատերազմում, այդ հաղթանակի համար։ Եվ երկու իրողություններ եմ ուզում, որ մենք զուգակցենք, թե ինչպես էր Միսակ Մանուշյանին փառաբանում Ֆրանսիան։ Նույն այդ պատերազմում մի Մանուշյանի սխրանքի հանգույն։ Եվ ինչպես պատասխանեց Ռուսաստանը հայ ժողովրդին 2022, 20 եւ 23 թվականներին մեր գործած սխրանքի եւ մեր թափած արյունին երկրորդ աշխարհամարտին։ Սրանք են տարբերությունները։ Եվ մենք կրկին ասում եմ, մեր վարքագծում, մեր պատկերացումներում եւ մեր դիրքորոշումներում մեր թշնամիների եւ բարեկամների վերաբերյալ պիտի ելնենք այդ իրողություններից։ Չի կարող այլ կերպ լինել։ Արցախը անպատկերացնելի հերոսներ է տվել այդ պատերազմին։ Եվ ամենադաժան վերաբերմունքն է ստացել ռուսներից։ Եվ անմեղսունակություն է ուղղակի Երևանի փողոցներում այդ իրադարձություններից հետո ռուսական դրոշի ծածանումը։ Եթե Թուրքիայի, Ադրբեջանի դրոշները վառել գիտեք, որը անմեղսունակություն է, ինձ համար ռուսական դրոշը հայ ժողովրդի հետ պատահածից հետո վերջին տարիներին որևէ բանով առավելություն չունի ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի դրոշներից։ Բայց ես նույնիսկ սրա մասին չեմ ուզում խոսել։ Դեռ հիբրիդային հարձակումներ, հիբրիդային պատերազմ այսօր ամենուրեք են, եւ Ռուսաստանը միակը չէ, որ հարձակվում է Հայաստանի վրա։ Ընդհանրապես այդպիսի ազդեցությունները շատ բնական են, մեծ տերությունները իրենց կարող են այդպիսի հարձակումներ թույլ տալ։ Հարցը մեր ներքին կարողությունն է դիմագրավել այդ հարձակումներին։ Մենք ներսում ունենք գործակալական ահռելի ցանց, որի վրա հենվում են բոլոր այն տերությունները, որոնք որ Հայաստանին համարում են հակառակորդ եւ Հայաստանի գոյությունը իրենց համար պրոբլեմատիկ է։ Այդ թվում նաեւ Ռուսաստանը։ Հետևաբար մենք խոցելի ենք այնքան, որքան ներսից մենք թույլ ենք տալիս մեզ վրա հարձակվել։ Եվ մենք այնքան թույլ ենք, որ եւ ներսից է մեր թուլությունը հատկապես, որ արտաքին սպառնալիքները համարժեք եւ համազոր են այն իրավիճակին եւ ներքին այն կոնստրուկտին, որը պիտի պատասխանատու լիներ այդ արտաքին հարձակումների համար։ Հետևաբար հարցերի հարցը ոչ Ռուսաստանն է, ոչ Ադրբեջանն է, ոչ Թուրքիան է, մեր ներքին վիճակն է։ Մենք շարունակելու ենք լինել հարձակման տակ այնքան, որքան մենք չենք կարողացել մեր պետության, պետականության, պետական ինստիտուտների իրավիճակը, ներդաշնակ գործունեությունը կազմակերպել եւ ապահովել։ Հետևաբար ինքնին հիբրիդային պատերազմը դառնում է վտանգավոր, որովհետեւ դու ներսում ունես այդ պատերազմի համար նպաստավոր պայմաններ եւ այդ պատերազմը սադրողներ տարատեսակ բաներով, հայտարարություններով, վերջերս էլ այդ հայտարարություններին վստահ եմ դուք էլ անդրադարձել եք, եւ այդ պատերազմով ուրախացողներ։ Այդ պատերազմը միջոց որպես գնահատողներ սեփական քաղաքական ծրագրերը իրագործելու։
Այսինքն ոչինչի արժև չկանգնող շրջանակ ունես դու ներսում։ Եվ եթե որպես պետություն մենք չենք կարողացել կանխել, կանխարգելել այդ շրջանակների քաղաքական ասպարեզում ակտիվ գործունեությունը, չենք կարողացել նրանց ֆինանսական, քրեական, կոռուպցիոն, նույնիսկ այսօրվա մեխանիզմները արգելափակել, դա լրջագույն սպառնալիք է, ազգային անվտանգության մակարդակի սպառնալիք է պետության եւ պետականության գոյության համար։ Որտեղ ըստ էության մենք հիմա արդեն թեվակողել ենք 2026 թվականի ընտրությունների շրջափուլ, որտեղ մենք տեսնում ենք, որ հակաժողովրդավարական ամբողջ պալիտրան քաղաքական որոշել է ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով հաղթել ժողովրդավարությանը։ Այն միջոցներով, որոնք նրանք տարիներ ի վեր կուտակել են, այն կապերով, որ նրանք տարիներով կուտակել են, այն քաղաքական ըստ էության աջակցությունն են ստանում, որ իրենք 25 տարի որպես քաղաքական կապիտալ իրենց համար ձևավորել են, այսինքն երկրի ընդերքը, երկրի էներգետիկան, կապը, ամեն ինչ տվել են ռուսներին, ռուսներն էլ հիմա որոշել են օրինակ հատուկ ներկայացուցիչ նշանակել Հայաստանի ընտրություններին ընդառաջ, ուրեմն սեփական քաղաքական իրենց համար հարմար շրջանակներին իշխանության բերելու։ Հիմա մենք որպես պետություն սրան արձագանքելու ինչ գործուն քայլեր ենք ձեռնարկել։ Ես չեմ տեսնում այդ քայլերը, հակառակը տեսնում եմ նաև գլոբալ այսպես զարգացումներին տուրք տալու համար որոշ ռևերանսներ, որոնք արվում են Ռուսաստանին